Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 3 փետրվարի 13-ին հարցազրույց է տվել Ֆրանս 24-ին Ֆրանսիայի պետական ԶԼՄ-ին եւ խոսել մի քանի կարևոր հարցի մասին, այդ թվում Հայաստանի հետ հակամարտության ավարտի, Միացյալ Նահանգների դերի եւ Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերսկսելու մասին։ Ալիևը ընդգծել է, որ հակամարտությունը հնարավոր է դարձել ավարտել Վաշինգտոնում Սպիտակ տանը ստորագրված այդ կարևոր հռչակագրով օգոստոսի 8-ին։ Ինքը նշել է, որ այս պատմական փաստաթուղթը, որը Վաշինգտոնում ստորագրվել է, նշանակում է, որ հակամարտությունը ավարտված է եւ մենք մտնում ենք խաղաղության դարաշրջան, որը ճակերտներում հույս ունեմ, որ ընդմիշտ կլինի։ Դրանից հետո Ալիևը ասել է, որ Ադրբեջանի համար խաղաղությունը արդեն հասած է ինչպես նպատակ եւ նորմալիզացիայի հարաբերությունների բարելավման գործընթացը գնում է հաջող առաջ եւ ես հույս ունեմ, ասում է Ալիևը, որ մենք այս տարի կստորագրենք խաղաղության փաստաթուղթը։ Նաև Ալիևը խոսել է առևտրի եւ տրանզիտի ուղղության մասին եւ ասել, որ Ադրբեջանը մի կողմանի այսպիսի քայլ է արել եւ բացել է բոլոր սահմանափակումները այդ ուրեմն տրանզիտի համար տարբեր գիտեք, ապրանքների դեպի Հայաստան եւ սկսել է նաեւ մատակարարումները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող նավթամթերքի, ինչը նաեւ կարելի է արձանագրել ինչպես երկկողմ առևտրի սկիզբ, ասել է Ալիևը։ Հայաստանի ուղղությամբ Ալիևը պնդել է, որ հայկական սահմանադրությունը, որը ունի նշումներ Լեռնային Ղարաբաղի մասին իր անկախության հռչակագրում, խնդիր է պարունակում եւ Ադրբեջանի համար կարևոր է մնում, որ այս խնդիրը լինի լուծված եւ չլինի այլևս սահմանադրության մեջ։ Եվ պետք է ասել, որ եթե այս փաստաթուղթում փոփոխություն չլինի, ըստ Ալիևի, ապա խաղաղության փաստաթուղթը ստորագրել հնարավոր չի լինի։ Բացի դրանից, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին Ալիևը փաստացի արձանագրել է, որ ռազմավարական հարաբերություններ են սկսել Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանը եւ TRIP ծրագիրը ընդհանուր առումով ներկայացնում է հսկայական առաջընթաց։ Ասել է, որ մենք առաջի անգամ դառել ենք ուրեմն ռազմավարական գործընկեր աշխարհի ամենահզոր պետության հետ եւ մենք սա արձանագրում ենք ինչպես մեր պետության հաջողություն։ Ալիևը նաեւ ավելացրել է, որ այս ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանի երկու մասը Հայաստանի տարածքով, ունի Դոնալդ Տրամպի անունը, նախագահ Տրամպի անունը եւ հաշվի առնելով սա, ես կասկած չունեմ, ասում է Ալիևը, որ այս գործընթացը, այս ծրագիրը տեղի կունենա, որովհետեւ նախագահ Տրամպի անունով է։ Բացի դրանից լրագրողի հարցին ի պատասխան, որը վերաբերվում էր Ղարաբաղի ղեկավարության ներում իրենց պարգևելու ուրեմն եւ շնորհելու այդ գաղափարին եւ գործընթացին, ապա Ալիևը մերժեց Ադրբեջանի կողմից վերջիններիս ներելու եւ ուրեմն այսպիսի ներում շնորհելու հնարավորությունը, ասելով, որ պատկերացրեք, եթե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգի դատական գործից հետո նացիստական առաջնորդների երբ ուրեմն մահ էին այսպիսի որոշում էին կայացրել փաստացի մահի որոշում դատապարտել էին մահվան նացիստական առաջնորդներին, ապա այդ դեպքում, որ 2 ամսում որևէ մեկը կոչ աներ իրանց ազատագրման մասին, սա նույնն է, նույնիսկ ավելի վատ է, նույնիսկ ավելի վատ բան է տեղի ունեցել ըստ իրեն եւ նաեւ նշանակում է, որ երբ իրան հարցրեցին արդյոք կարող է ինքը անի այս քայլը ներում շնորհի, ինչպես խաղաղության ուղղությամբ քայլի, ինքը ասաց ոչ, այս մարդիկ կարևոր հանցագործություն են կատարել ուրեմն մարդկության դեմ ըստ իրեն եւ հաշվի առնելով դա ըստ Ալիևի փաստացի այստեղ հնարավորություն չկա այդ ուղղությամբ եւ պետք է ավելացնել, որ նաեւ Ֆրանսիայի ուղղությունով Ալիևը խոսել է նրա մասին, որ վերջերս անցյալ տարվա վերջին ունեցել է հանդիպում նախագահ Մակրոնի հետ եւ շատ դրական էր այդ հանդիպումը եւ իրանք պայմանավորվել են, որ ռեստարտի, այսպիսի վերսկսման կոճակին սեղմեն միասին եւ ասել է Ալիևը, որ ինքը պատրաստ է դրա համար
եւ ասել է, որ ճանապարհը երկու կողմանի է եւ երկուսն էլ ինքնիշխան պետություն են եւ երկուսն էլ միմյանց պետք է հարգեն եւ չներխուժեն միմյանց գործերի մեջ։ Այստեղով պետք է ամփոփելով առաջի հերթին ես իհարկե քննարկեմ ձեր հետ միասին շատ կարևոր այս իր հայտարարությունները հարգելի հայրենակիցներ։ Տեսեք, նախագահ Ալիևը առաջի հերթին փաստացի արձանագրում է, որ խաղաղության օրակարգը այլընտրանք չունի, արդեն ներկայացնում է խաղաղությունը Հայաստանի հետ ինչպես հաստատված փաստ եւ խոսում տնտեսական առևտրի ուղղությունի մասին։ Հենց ինքը փաստը, որ ինքը հարցազրույց է տվել France 24-ին, այն սրված հարաբերություններից հետո, որը կային Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման ֆոնին Ադրբեջանի եւ Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններում եւ մենք ձեր հետ բազում անգամ խոսել ենք դրա մասին, այդ թվում իրենց փորձերը Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական այդպիսի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, ապա պետք է ասել, որ իհարկե տեսնում ենք, որ Ադրբեջանը հիմա հետաքրքրված է այդպիսի հարաբերություններ վերսկսելով եւ բնական է, որ Ֆրանսիան էլ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը նաեւ ունի ցանկություն վերսկսել այդ հարաբերությունները եւ չթողնել այս լարված իրավիճակում։ Դա նաեւ կարստեղծի նոր հնարավորություններ ազդեցության լծակներ ունենալու Ադրբեջանի վրա։ Եվ սա շատ կարևոր է այստեղ նաև նշել, որ կողմերը պայմանավորվել են փաստացի կոճակին սեղմել, բառացի այսպես է ասել Ալիևը, վերսկսման, ռեստարտի իրենց հարաբերությունների, այսինքն մենք ձեր հետ միասին մոտակա ապագայում պետք է սպասենք այսպիսի հարաբերությունների բարելավում երկու պետության միջև։ Ինչու է Ալիևը հստակորեն մերժում որևէ հնարավորություն, որ այսպիսի քայլ լինի եւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին ազատ արձակելու մասին որևէ քննարկումը մերժում է եւ ասում է փաստացի, որ դա անհնար է, որ տեղի ունենա։ Ես կասեմ այստեղ, որ առաջի հերթին ինքը հետաքրքիր է, որ նշում է 2 ամիս անց, տեսեք, չմոռանանք ինչու մասին է խոսքը։ Առաջի հերթին մենք խոսում ենք ոչ թե հայ գերիների, այլ հայ գերիների այն մասին, որոնք քաղաքական առաջնորդի դիրքորոշում ունեին եւ դա տարբերվում է մեր զինված ուժերում ուրեմն ծառայող այդ զինծառայողներից, ապա բաժանենք հարցը երկու մասի։ Մեկ ուղղությամբ առաջի հերթին զինված ուժերի այդ անդամների հարցը կարելի է լուծել շուտապույտ։ Ինչ վերաբերում է քաղաքական առաջնորդներին, Ալիևը հստակորեն ցույց է տալի, որ ինքը ուզում է սրանից քաղաքական գործընթաց ստեղծել։ Իհարկե, մեր համար անընդունելի է այսպիսի գնահատականները, որ նացիստական Գերմանիայի առաջնորդներից վատն են այս մարդիկ, ում մասին որ հիմա խոսք է գնում, ըստ իրեն եւ ավելի ծանր մեղադրանքներ ունեն։ Իհարկե հասկանալի է, որ մենք սա հերքում ենք եւ սա անընդունելի է, բայց միևնույն ժամանակ պետք է մենք արձանագրենք, որ Ալիևին սա պետք է ինչպես ներքաղաքական գործիք։ Արդյոք իր կողմնորոշումը նշանակում է, որ սա ընդհանրապես անհնար է։ Ես կասեի ոչ, չի նշանակում։ Ինքը նշում է, որ 2 ամիս անց, այսինքն սпасել իրոք, որ մի քանի ամսում այս հարցը կարող է լուծվել, ես չեմ ակնկալում, բայց հարաբերությունների զարգացման եւ խորացման հետևանքով, երբ մենք կարողանալու ենք ձևավորել ել ավելի կայուն հարաբերություններ, այդ թվում տարբեր հարցերի ուղղությունով թրիփի զարգացման, ուրիշ լոգիստիկ կապերի, երբ Ադրբեջանին եւ Հայաստանին միմյանց շահեր կունենան, միմյանց հանդեպ նաև ցանկություններ կունենան եւ որևէ բան նաև Ադրբեջանին պետք կլինի Հայաստանի ուղղությամբ, նկատի ունեմ տրանզիտի հետ կարակապված լինի կամ որևէ ուրիշ հարցի հետ, ապա այս հարցերը կարող են փոխկապակցված լինել եւ ինչ որ ժամանակ անց Հայաստանը կարող է վերսկսել այս հարցը հումանիտար մարդասիրական բնույթով լուծելու ուղղությամբ։ Նաև պետք է ասել, որ Ալիևը իր ելույթի ժամանակ խոսել է նրա մասին իրան հարց են ուղղել, թե Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը ինչպես է պատկերացնում եւ ինչու եղավ այսպես իրավիճակը, ինքը ասել է, որ առաջարկել են հայերին քաղաքացիություն ստանալ եւ հայերը իրանք չեն ցանկացել, տեսեք ինչպես է Ալիևը այստեղ գնահատական տալի եւ զուգահեռ դրա Ալիևը ասել է, որ իրանք պատկերացնում են, որ ադրբեջանցիք, որոնք ճակերտներում այսօրվա Հայաստանից են, տեսեք ոնց է ինքը այդ բառը օգտագործում այստեղ, եւ որոնց ասում եմ մենք կոչում ենք արևմտյան ադրբեջանցիք,
Այստեղ Ալիևը այդ բառը օգտագործեց նաև, ճիշտ է Հայաստանի հանդեպ չի օգտագործել, բայց այդ ադրբեջանցի ուղղությամբ օգտագործել է իրենց վերադարձի իրավունքի մասին է խոսում Ալիևը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ ցանկություններ եւ պնդումներ Ալիևը շարունակում է ունենալ, եւ ամենակարևորը հարգելի հայրենակիցներ, թե ինչ պետք է անենք մենք այս ուղղությամբ հաշվի առնելով իր այս հարցազրույցը։ Իհարկե, սահմանադրության ուղղությամբ մենք ինքներս ունենալու ենք փոփոխություններ, որը իրական Հայաստանը ամրապնդելու է սահմանադրությունով եւ դա տեղի է ունենալու կարևորագույն հունիսի 7-ի ընտրություններից հետո, իսկ դրանից հետո հարգելի հայրենակիցներ խաղաղության փաստաթուղթը ստորագրելով եւ խաղաղության գործընթացը առաջ տանելով լոգիստիկ կապերը բացելով, ես համոզված եմ, որ մենք ապագայում տարբեր օրակարգներով, այդ թվում Վաշինգտոնի աջակցությամբ օրակարգ կբերենք նորից քաղաքական առաջնորդների ազատելու հարցը, իսկ մնացածի մեր հայրենակիցների ազատելու հարցը միջև այդ էլ մենք օրակարգում շատ ակտիվ կպահենք եւ ես համոզված եմ, որ ինչպես Վագիվ Խաչատրյանի եւ ուրիշ 4 ընդհանուր առումով վերջերս ազատված գերիների հարցը լուծվեց, այդպես էլ այս հարցերը կլուծվի միմյանց հանդեպ այսպիսի հարաբերությունները կայունացնելով եւ դրա վառ օրինակը իհարկե այն է, որ Երևանում այսօր տեղի է ունենում, շարունակվում է այդ խաղաղության կամուրջ նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կբարձրաձայնեն այդ կարևոր հարցը, որ գերիների հարցը պետք է ունենա նաև լուծում։ Եվ հիշեցնեմ, որ վերջի անգամ երբ բարձրաձայնել էին այս հարցը, դրանից հետո այս 4 գերին իրոք նաև ազատ արձակվեց։ Ընդհանուր առումով ես համարում եմ, որ մենք պետք է ակտիվացնենք Ֆրանսիայի հետ հարաբերությունները, հաշվի առնելով, որ Ադրբեջանը ցանկանում է Ֆրանսիայի հետ ստեղծել, վերսկսել հարաբերությունները, մենք էմոցիոնալ սրան չպետք է վերաբերվենք, այս սրա փոխարեն պետք է փաստացի խոսենք նրա մասին, թե ինչպիսի հարաբերություններ մենք կարող ենք ձևավորել Ֆրանսիայի հետ։ Եվ դա պետք է լինի իհարկե ռազմաքաղաքական դաշինքի տրամաբանություն, այդ թվում ռազմական հարաբերությունների մասին փաստաթուղթ կնքելը, որը մենք դեռ չունենք։ Եվ սա ես համարում եմ, որ լրջագույն խնդիր է եւ համոզված եմ, որ դուք կիսում եք այս մոտեցումը։ Եթե այո, խնդրեմ, որ սա մեկնաբանություններում նաեւ հաստատեք։ Եվ դա նշանակում է, որ այն վերլուծությունը, որը մենք ձեր հետ միասին արեցինք, որ ֆրանսիական ուսումնական զինծառայողներ ուսումնական նպատակով Հայաստանի տարածքում գտնվում են եւ գալիս են այստեղ օգնում են մեր բանակի զարգացման եւ ուրեմն փոխման այս կարևոր արդիականացման կարևոր գործընթացում, ապա սա ել ավելի խորքային գործընթաց պետք է ունենա, այդ թվում բազմաշերտ եւ բոլոր ոլորտներում։ Այդ նպատակով անհրաժեշտ է, որ Հայաստանը վերջապես դուրս գա հապկից, որ մենք կարողանանք Ֆրանսիայի հետ այսպիսի պայմանագիր ստորագրել։ Ուստի ես շարունակում եմ պնդել, որ հապկից դուրս գալը Ֆրանսիայի հետ այսպիսի պայմանագիր կնքելը կարա լինի այն տրամաբանական քայլը, որը կարա իշահ Հայաստանի լինի այն իրավիճակում, երբ Ֆրանսիան եւ Ադրբեջանը շարունակում են եւ պատրաստվում են բարելավել երկկողմ հարաբերությունները։ Իհարկե նաև մենք պետք է կարողանանք մեր պատմաբանների եւ մասնագետների մակարդակով հերքել Ալիևի այս հայտարարությունները, որոնք վերաբերվում են նրան, որ հայերը մենք, այսինքն բոլորս կամ այդ թվում այդ կոնկրետ քաղաքական առաջնորդները եւ այլն Ղարաբաղում փաստացի ըստ իրեն ավելի վատ բաներ են արել, քան երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի ղեկավարությունը, ինչը անհեթեթություն է, ուղղակի սա լուրջ քննարկել չի կարելի, բայց մենք պետք է մասնագիտական առումով մեր պատմաբանները, մեր իրավական նաև տարբեր մարմինները, Սփյուռքի հայրենակիցները պետք է այս թեմայով նաև ակտիվություն ունենան, ամեն ինչ չէ, որ պետք է արվի վարչապետի եւ պետության մակարդակով կամ կառավարության մակարդակով։ Այս ամենը շատ կարևոր է։ Եվ վերջում արձանագրեմ, որ իհարկե Իլհամ Ալիևի կողմից նշումը, որ հույս ունի, որ հավերժ կլինի այս խաղաղությունը եւ որ այս գործընթացները իրականություն կդառնան, որովհետեւ Միացյալ Նահանգների հետ է ստորագրվել այս փաստաթուղթը եւ որովհետեւ խաղաղությունը փաստացի արդեն հասել է կարևորագույն կետի, իհարկե դրական է եւ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ալիևը մի կողմից շարունակում է դրական օրակարգը, բայց մյուս կողմից ընտրել է այն տարբերակը, որի մասին մենք հաճախ ձեր հետ խոսում ենք, որ փայտը ձեռքից չգցի։ Սա նշանակում է մեկ բան, հարգելի հայրենակիցներ, մենք նաև եւ առաջերտին մենք պետք է ունենանք այդպիսի մոտեցումը, այսինքն գնանք հարաբերությունների կայունացման, զարգացման, հարաբերությունների խորացման, որտեղ որ դա հնարավոր է եւ խաղաղության գործընթացով, բայց միևնույն ժամանակ փայտը ձեռքից չգցելը նշանակում է Հայաստանի զինված ուժերի զարգացումը,
մեր ռազմական հնարավորությունների ամրապնդումը, բանակի, ընդհանուր տնտեսության, պետության, ինքնիշխանության զարգացումը, այդ թվում զինված ուժերի տարբեր ոլորտներում, նրա համար, որ կարողանանք ձևավորել այնպիսի բանակ, այնպիսի պետություն, որը կլինի շատ ավելի ապահով, քան այս կոնկրետ իրավիճակում, որ մենք դեռ ունենք, բայց մենք տենում ենք հզորացման այդ գործընթացները պաշտպանության նախարարության կողմից վերջերս նաև արձանագրված փաստացի այդ տեղեկատվությունները, որը վերաբերվում են ամրոցներին, որը վերաբերվում են հնդկական տեխնիկային, տեղի ԱԹՍ-ների արտադրությանը, այդ թվում խոսք է գնում, որ Հնդկաստանի հետ միասին մենք Հարոբ ձևաչափի իսրայելական տրամաբանության ԱԹՍ ենք արտադրել, եւ ինչ որ առումով խոսք է գնում, որ հնարավոր է Հնդկաստանը մեզ նաև օգնել է տեխնոլոգիական առումով, իսկ այդ օգնությունը չէր կարող նաև լինել, եթե տեղի է ունեցել, սա փակ տեղեկատվություններ է իհարկե, առանց Իսրայելի թույլտվությանը, ապա մենք կարող ենք ասել, որ այն տրամաբանությունը, որի մասին ես երկար խոսում եմ, որ Հայաստանը նաև Իսրայելի հետ պետք է Հնդկաստանի միջոցով, Հունաստանի միջոցով, Ամերիկայի միջոցով խորացնի իր համագործակցությունը, հարաբերությունները, այդ թվում ռազմական ոլորտում, կարևորագույն նշանակություն ունեն։ Հարգելի այրենքիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար, չենք մոռանում լայքել այս վերլուծությունը, բաժանորդագրվել, գրել մեկնաբանությունները, կհանդիպենք, ցտեսություն։